Իրականում հաճախ հիվանդացող երեխա ասվածը բավականին հարաբերական արտահայտություն է, որովհետև որոշակի ծնողների համար հաճախ հիվանդանալը դա տարվա ընթացքում 3 անգամ հիվանդանալն է, մյուսների համար հաճախ հիվանդացող երեխան դա ամսվա մեջ մի քանի անգամ հիվանդանալն է։ Նաև կարևոր է թե ինչ է նշանակում հիվանդ լինելը, որովհետև եթե դա ուղղակի սովորական վիրուսով ուղեկցվող քթահոսություն, սուբֆեբրիլ ջերմություն կամ ջերմության բարձրացում, որը տևում է ընդամենը 3 օր սովորական վիրուսի նշաններով եւ ավարտվում է ու սեզոնին բնորոշ իրավիճակ է, դա բացարձակ չի նշանակում, որ երեխան հաճախ հիվանդացող երեխա է։ Հաճախ հիվանդացող երեխա է համարվում այն երեխան իրականում, երբ որ տարվա ընթացքում ունենում ենք 5 եւ ավելի անգամ հիվանդացություններ, որոնք ուղեկցվում են բարդություններով։ Այսինքն ունենում ենք ինչ-որ բակտերիալ վարակ, վիրուսին ուղեկցող կամ բարդությունով, որի դեպքում երեխան ունենում է կարիք բավականին լուրջ բուժման։ Սա իրականում շատ տարբերակել է բավականին դժվար է, որովհետև ծնողները շատ բաներ ու նաև բժիշկները երրորդ օրից ավել ջերմող երեխային գնահատել բարդություն, որովհետև օրինակ վիրուսներ ունեն գրիպի վիրուսը, որը կարող է մինչև 7 օր ջերմել երեխան բավականին բարձր թվերի։ Դա չի նշանակում, որ ինքը բարդություն է առաջացրել, դա նշանակում է, որ վիրուսը իր ընթացքով գնում է առաջ։ Այսինքն տարբերակել երբ է զարգանում բարդությունը, դա էլ է բավականին հարաբերական, որովհետև եւ մենք բժիշկներս ենք հաճախ ահաբեկվում ջերմության բարձր թվերից եւ ծնողները։ Այստեղ շատ կարեւոր է իրազեկված լինելը ծնողների եւ դրա համար մեր առաջնային օղակը շատ կարեւոր դերակատարություն ունի, որպեսզի կատարենք ուսուցողական ավելի շատ աշխատանքներ, քան բուժական կամ խորհրդատվական, որովհետև մեր խոսքը մանկաբույժներից շատ կարևոր է ծնողի համար։ Այսօր ինտերնետային դարաշրջանում բլոգերները, սոցցանցերը, արհեստական բանականությունը բոլորը խորհրդատու են ծնողների համար։ Ու շատ ավելի հաճախ ծնողներն օգտվում են այդ ծառայություններից, այսպես ասված, քան իրենց մանկաբույժից, որին կարող են դիմել եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալ։ Որովհետև մի մասը սկսել է անվստահությամբ, մյուս մասը սկսել են վստահել ավելի շատ ինտերնետային հարթակին, քան մասնագետներին։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, բայց դրանք խոչընդոտում են ճիշտ բուժական միջամտությունների զարգացմանը։ Այստեղից պիտի սկսվի երեխաների ճիշտ առողջության մասին մտածելը։ Մյուս կարևոր հանգամանքը դա պատվաստումներին ուշադրություն դարձնելն է, որովհետև դա էլ մի փոքր թերացումներ են լինում, հենց այդ նույն ինտերնետային հարթակներից ելնելով, երբ որ պրոպագանդա է գնում հակապատվաստումային, դրանք էլ են բերում հիվանդատվության թվերի աճման։ Մյուս կարևոր հարց է, որ եթե երեխան օրինակ մանկապարտեզի տարիքի երեխա է, այն որ առաջիկա 6 ամսվա ընթացքում, երբ որ սկսում է երեխան հաճախել մանկապարտեզ, նրա իմունիտետը զարգացման ընթացքում ինքը բոլոր վիրուսները պիտի վերցնի։ Դա չի նշանակում հաճախ հիվանդացող երեխա։ Ու նաև պիտի այստեղ ֆիքսենք այն փաստը, որ մանկապարտեզ չհաճախելը չի ապահովագրում երեխային չհիվանդանալուց, որովհետև ես հաճախ եմ լսում ծնողները 2-3 անգամ, երբ որ երեխան վիրուս է վերցնում, 4-րդ անգամը ընտանեկան մեծ կոնֆլիկտով սկսում են ասել, որ պարտեզ չպիտի գնա երեխան։ Դա լուծում չի հարցի, որովհետև պիտի ծնողին բացատրենք ու ոչ միայն ծնողին, այլև ընտանիքին, որովհետև մեր հասարակությունում ընտանիքը շատ կարևոր դերակատարություն ունի, որ միևնույն է, ինչ որ կյանքի շրջանում երեխան պիտի անցնի այդ ճանապարհը։ Եթե մենք հիմա մանկապարտեզ չենք թողում գնալ, ընդ որում մանկապարտեզում շատ ուսուցողական բաներ չունենք, հետագայում նաև դպրոց չպիտի գնա երեխան, կամ դպրոցի տարիքում, երբ որ երեխան սկսում է նոր մեծ կոլեկտիվում շփվել, այսինքն մանկապարտեզի տարիքը բաց ենք թողել, միևնույնն է նա այդ этаպը անցնել է դպրոցում։ Այդ շրջանում մենք բաց ենք թողել օրինակ առաջի դասարանում տարերը սովորելու, մասնիկները սովորելու շրջանները, որոնք շատ ավելի լուրջ հետևանքներ կարող են թողել։ Մյուս կարևոր փաստը, որ պիտի ֆիքսենք, այո, սեզոնին բնորոշ վիրուսները պիտի հիվանդանան երեխաները, դա նորմալ process է, դա չի համարվում հաճախ հիվանդացող երեխա։ Ամենակարևորը, որ մենք ճիշտ հետևենք երեխայի ընթացքին, ինչպես անենք, որ մեր երեխաների իմունիտետը շատ ավելի կայուն վիճակում լինեն, եւ ինչպես անենք, որ ոչ միայն չենք օգնում հաճախ, այլ նաեւ չվնասենք հետագայում։ Ես հաճախ ասում եմ, որ մենք կարևոր է այս բանին օգնում ենք թե չէից բացի, հետագայում ինչ որ վնաս հասցնում թե չէ։ Ցավոք սրտի ծնողները շատ հաճախ ինքնաբուժություններով ավելի շատ վնասում են իրենց երեխաներին, քան օգնում։ Այդ ասվածը, որ կանխենք հանկարծ չբարթանա։ Օգնելը դա օգնում ենք ճիշտ սննդով
երեխաներին հաճախ մաքուր օդի հանելով, հետևելով երեխայի պատվաստումներին։ Չենք վնասում ինքնաբուժությունով։ Ճիշտ կերակրումները շատ կարևոր են, որովհետև այսօր երեխաները շատ սխալ են սնվում։ Ես հաճախ եմ տեսնում նաև, որ ուտում են անառողջ ծնունդ երեխաները, դա ամենատարբեր, ես տեսնում եմ 5-6 ամսեկան երեխաներ, որոնք այնպեսի սնունդ են ուտում, որ ես զարմացած հարցնում եմ ծնողին, ու ինքը շատ ագրեսիվ տոնով կարող է պատասխանել, որ ես մաման եմ, ես ինքս եմ որոշում։ Դա մեր խնդիրն է իրականում մանկաբույժներիս, այսինքն մենք չենք կարողացել մամային այնպես ուղղություն եւ կրթել, որ ինքը ճիշտ ծնի իր երեխային։ Սնունդը ամենակարևորն է իմունային համակարգի զարգացման, կոփման համար։ Սնուցումը սկսվում է նորածնային հասակից, կյանքի առաջի օրվանից։ Դա սկսվում է կրծքով կերակրումից։ Հետագայում նաև հավելյալ սնունդը, որը պիտի լինի ճիշտ եւ առողջ։ Սնունդը չի նշանակում միայն քաշ ավելացնել կամ ուղղակի երեխայի կոպիտ ասած ստամոքսը լցնել։ Նշանակում է, թե մենք ինչքան վիտամիններով հարուստ սնունդ կտանք երեխային։ Սա շատ կարևոր է։ Ցավոք սրտի այսօր շատ մեծ պրոպագանդա չի գնում կրծքով կերակրմանը, որովհետև ծնողների մի մասը աշխատանքի բերումով, մյուս մասը բժիշկների հորդորով փորձում են սկսել արհեստական կաթնախառնուրդով, իսկ կրծքով կերակրումը առողջ սերունդ մեծացնելու ամենաառաջի գրավականն է, այսինքն այդտեղից է սկսվում ճիշտ սնուցումը։ Հետո սկսել երբ սնուցումը, դա արդեն մյուս կարևոր բանն է, որովհետև ճիշտ ժամանակին սկսելը եւս շատ կարևոր է առողջ սերունդ մեծացնելու համար, այսինքն որ ամսեկանից սկսել հավելյալ սնունդը եւ ինչպես սկսել։ Մինչև երբ ինչը կարելի է եւ ինչը չի կարելի։ Սրանք բոլորը կրթելու միջոցներ են, որ պիտի անենք մենք մեր հասարակությանը։ Ինչ վերաբերվում է արդեն, երբ որ սկսել ենք ակտիվ ուտող երեխա, որը մի տարեկանից հետո արդեն սկսում է օգտվել սովորական մեր մեծերի սեղանից, դա վերաբերվում է առողջ սննդին։ Ինչը ցավոք սրտի այսօր մեր հասարակությունում շատ վատ վիճակում է, որովհետև արագ սնունդը, գազավորված ըմպելիքները, անառողջ ծնունդը ու շատ ավելի մեծ դերակատարություն ունի եւ շատ ավելի է օգտագործվում երեխաների կողմից, քան ճիշտ եւ առողջ սննդակարգը։ Սա էլ է հասարակության խնդիր, որովհետև մենք ծնողներս ու նաև բժիշկներս աչք ենք փակում այդ հանգամանքի վրա, որովհետև ծնողները հաճախ ասում են, որ դե կարևորը մի բան ուտի, չուտող երեխա է, ու մենք տենց անցնում գնում ենք այդ հարցի վրայով, բայց այդպես չի, ավելի լավ է երեխան մնա սոված, քան ուտի օրինակ նեփերշիկ, գազավորված ըմպելիքներ կամ արագ սնունդ։ Դա ոչ ճիշտ սնուցում է երեխայի ու հետագայում նաև բազմաթիվ խնդիրների առաջացում, սկսած քրոնիկ հիվանդությունների ռիսկերի մեծացում, վերջացրած աղիքային ինֆեկցիաներ եւ բազմաթիվ իմունիտետի անկումներ, բազմաթիվ խնդիրներ նաև հետագայում մեծ տարիքում։ Ոչ ճիշտ սնուցումը բերում է իմունիտետի անկման, որն էլ առաջացնում է հաճախ հիվանդացող երեխայի սինդրոմ կոչվածը, որը հենց կանհանգստացնի ծնողներին արդեն։ Մյուս շատ կարևոր բանը, որ մեր հասարակությունը չի անում, դա մաքուր օդին զբոսանքներն են։ Մինչև 1 տարեկան երեխաները, հատկապես մարզերում, երբ որ մի քիչ կլիմայական պայմանները շատ ավելի սառն են, երեխեք կան, որ ընդհանրապես տնից դուրս չեն գալիս, այսինքն մաքուր օդ կոչվածը չկա։ Առավոտը մինչև ժամը 12-ը զբոսանքներ, որոնք շատ կարևոր են մինչև 2 տարեկան երեխաների համար, այդ զբոսանքները չկան, որովհետև մեր հասարակությունը չունի այդ կուլտուրան, որ պիտի երեխան դրսում ունենա որոշակի հստակ զբոսանքի ժամեր։ Մյուսը դա չվնասելն է կամ չխանգարելը։ Այսօր Հայաստանում էլի ցավոք սրտի չկա վերահսկողություն ոչ դեղորայքի վաճառքի եւ ոչ էլ նշանակումների, այսինքն ծնողը կարող է մտնել ցանկացած դեղատուն, ասել, որ ինչ որ դեղ կտակ, որ երեխաս հիվանդա լավանա։ Կամ ծնողը կարող է որոշել, որ իր երեխային հենց առաջին օրը քթիկից հոսում է մի փոքր, ինչ թույլ է երեխան վիրուս է, լրիվ սովորական վիրուսային նշաններով որոշել, որ պիտի անտիբիոտիկ տա։ Հարցը ինչի, որովհետև չեմ ուզում բարդանա։ Մյուս շատ կարևոր բանը դա է անտիբիոտիկների անհիմն օգտագործումը։ Այսօր բերել է հանգեցրել է մեզ այն խնդրին, որ հաճախ ունենում ենք անտիբիոտիկ կայուն իրավիճակ, երբ որ երեխան իսկապես կարիք ունի անտիբիոտիկային բուժման, ու բայց անտիբիոտիկը այլևս չի օգնում։ Այսինքն սկսում ենք շատ ավելի լուրջ ու շատ ավելի մեծ դոզաներով անտիբիոտիկներ օգտագործել, որոնք բացարձակ ցանկալի չի մանկական հասակում։ Դա էլ անհիմն նշանակումների արդյունք է։ Այստեղ եւ մենտալիտետի խնդիր կա եւ
բժիշկների խնդիր կա, որովհետև այո, երբեմն բժիշկներն են նշանակում այդ անտիբիոտիկները, մի մասը ծնողի դրդմամբ, մյուս մասը լիքը կոնֆլիկտներից ազատվելով, որովհետև օրինակ ավելի ցիվիլ աշխարհում, եվրոպական երկրներում, երբ որ մանկաբույժը ասում է, որ գիտեք, ոչինչ, երեխան ջերմում է, պիտի սպասեք, այո, ոչինչ, որ 40-ա ջերմում, ջերմության աստիճանները կամ թվերը չի խոսում երեխայի բարդության մասին, ծնողը շատ հստակ ընկալում է, որ այդպես պիտի անի։ Մեր հասարակությունում այդպես չի։ Բժիշկին հարցնում են, բժիշկն ասում է, որ ոչ, պետք չէ անտիբիոտիկ, սպասում ենք, դեռ առաջին օրն է պիտի սպասենք։ Հարևանը, բարեկամը, տեղատան աշխատողը կարող են շատ հանգիստ խորհուրդ տալ, որ իմ երեխան սենց էր, ես էս տվեցի ու սկսել շատ ավելի լուրջ բուժում, որի կարիքը բացարձակ չկա։ Ես կարծում եմ մենք այստեղ շատ ավելի մեծ խնդիր ունենք, որովհետև հենց դրանք են բերում, որ մենք այսօր ունենք լիքը երեխաներ, որ ավելի շատ են հիվանդանում, շատ ավելի մեծ մասն են ունենում բարդություններ վիրուսների, քան պիտի ունենան։ Սա նրանից է, որ մենք չենք սիրում սպասել, լսել եւ ճիշտ ուղղորդվել։ Եթե մենք ունենք անտիբիոտիկային հակաբակտերիալ բուժման նշանակում, պիտի լինի միայն մանկաբույժի ցուցումով ու հիմնավորված։ Ես կարծում եմ, որ ծնողը պիտի ամբողջ մանրամասնություններով իմանա, թե ինչի է իր երեխային նշանակում հակաբակտերիալ բուժում։ Երբ որ մենք մի քանի անգամ ծնողին նորմալ ու ճիշտ բացատրենք, ես կարծում եմ հաջորդ անգամները ծնողները շատ ավելի ուշադիր կլինեն այդ նշանակումներին։ Երբ որ մենք բացատրենք, որ գիտեք ջերմությունը որ բարձր է, դա չի նշանակում, որ դու անտիբիոտիկ պիտի տաս, որ իջնի, դա ջերմիչեցնող չի, դա հակառակը իմունիտետի վրա շատ ավելի լուրջ ազդեցություն ունի, կարծում եմ հաղթահարենք այս իրավիճակը։ Բայց քանի որ մենք երբեմն բժիշկներս փորձում ենք կոնֆլիկտային իրավիճակներից խուսափել, որովհետև այսօր մենք այո նաև անպաշտպան ենք այդ առումով, որովհետև հասարակությունը շատ վատ է մեղմ ասած երբեմն արտահայտում բժիշկների մասին, այդ կոնֆլիկտներից խուսափելու համար փորձում ենք շրջանցել այդ վիճակը, բայց մեկը, եթե մենք կոնֆլիկտ ենք ունենալու, մենք այդ դեպքում էլ ենք ունենալու կոնֆլիկտ։ Մենք պիտի հիվանդին բացատրենք, ծնողին բացատրենք, որ գիտեք, եթե ես առաջի օր անտիբիոտիկ նշանակեմ, եթե ձեր երեխայի մոտ բարդություն է զարգանալու, միևնույնն է զարգանալու է, անկախ նրանից դուք խմեցիք թե չէ։ Մյուս կարևոր բանը դա ջերմիչեցնողների երբ կիրառել եւ ինչքան հիմնավորված կիրառել, որովհետեւ ջերմություն նշանակում է ֆեբրիլ ջերմություն 38 եւ բարձր ջերմությունը։ Ընդ որում երեխաներ կան, որոնք 39 ջերմության դեպքում շատ ակտիվ վազում, թռնում, խաղում են, ուտում են, խմում են, այսինքն երբ որ դու ջերմաչափ չդնես երեխային, դու երբևէ չես իմանա, որ ինքը 39 ջերմություն ունի։ Այս դեպքում նույնիսկ 39 ջերմության դեպքում կարող ենք սպասել եւ ջերմիչեցնող չտալ։ Այո։ Ջերմիչեցնողը տալիս ենք, եթե երեխան 38-ից բարձրի դեպքում նկատում ենք թույլ է, անհանգիստ է, լացկան է կամ հակառակը քնկոտ է, այդ դեպքում 38-ից բարձր դեպքում նոր տալիս ենք ջերմիչեցնողները։ Ընդ որում, ցանկացած ջերմիչեցնող տալուց հետո պիտի սպասենք 30-ից 40 րոպե, որպեսզի ջերմիչեցնողը ազդի եւ ջերմությունը իջնի։ Մինչեւ մեր տալը երեխան կարող է տալիս ենք, դրանից հետո մամաները 5 րոպե հետո չափում են ջերմությունը, ասում են էլի է բարձրանում, ուրեմն մյուսն էլ տանք, չի կարելի նման բան անել։ Այս դեպքերում պիտի սպասենք ուղղակի, հեղուկներ ենք տալիս երեխային, ցանկալի է ջուր, երեխային թեթևացնում ենք, մենք հայերս սիրում ենք շատ հագցնել, որ քրտնի շուտ ջերմություն իջացնի կամ փաթաթենք, չի կարելի, որովհետև գերտաքացում ենք առաջացնում, երբ որ երեխան ջերմում է, մենք դրան թեթևացնենք, շորերը վրայից հանենք, ինքը մաքսիմալ քիչ հագուստով լինի, որպեսզի ջերմությունը արագ իջնի։ Մյուս քայլը սպասելն է, որովհետև երբ որ մենք տալիս ենք շատ ջերմիչեցնողներ, դրանից մենք էլ ունենում ենք դեղորայքային այլ խնդիրներ։ Համբերություն եւ սպասելը շատ կարեւոր հանգամանք է։ Մամաները հաճախ չեն սիրում սպասել ու ջերմիչեցնողները մեկը մյուսին 15 րոպեվան ընթացքում սկսում են փոխարինել։ Հետո էլ արդեն թուլությամբ, ընդհանուր ինտոքսիկացիոն վիճակներով հայտնվում են հիվանդանոցներում, արդեն դեղորայքի գերդոզավորման հետ կապված։ Հասարակությունը շատ մեծ դերակատարություն ունի, դեռ շարունակում է ունենալ ու սխալ բժշկություն տանելը։ Տանը արվում են բազմաթիվ տնական միջոցներ, որոնք այո, այդքան խոսվում է, ասվում է, միևնույնն է, բայց արվում է։ Դրանք սկսած սպիրտով շփումներից, վերջացած քացախով վնասկիններ, չգիտեմ, բազմաթիվ միջոցառումներ, փաթաթել, տաքացնել, գրելկաներ, ջեռակներ, ինչ ասես անում են, որոնք միայն վնաս են տալիս երեխաներին։ Եթե մենք ուզում ենք երեխայի ջերմությունը շատ բարձր է, օրինակ ռիսկի խմբի երեխա է, որը կարող է ունենալ հիպերթերմիկ ցնցում,
տվել ենք ջերմիջեցնող ինքը շարունակում է բարձրանալ, այս դեպքում մենք անհանգիստ ենք ծնող որպես անհանգիստ ենք, այս դեպքում մյուս քայլը որ պիտի անենք սովորական սենյակային ջերմաստիճանի ջրով երեխայի մարմինը շփել սովորական ջրով։ Ինքը շատ ավելի էֆեկտիվ է եւ անվտանգ, քան մեր մյուս բաները, որ անում են ծնողները։ Ցավոք սրտի, այո, դեռ շարունակվում է անել ու շատ ակտիվ է արվում ու այո, մենք դրանց կողմնակի էֆեկտները տեսնում ենք սկսած ալերգիկ ռեակցիաներից, մաշկի գրգռումներից ու բազմաթիվ խնդիրներից։ Տնական միջոցները պիտի փորձենք հասցնել 0-ի, որովհետև դրանք ոչ միայն օգտակար չեն, այլ նաև վնասակար են։ Որպես այդպեսին իմունիտետ չունին, դա բավականին լուրջ դիագնոզ է։ Մենք բժիշկները կոչում են իմունային անբավարարություն, դա հիվանդություն է, որի հետ կապված երեխաները շատ լուրջ հետազոտություններ եւ բուժումներ են ստանում։ Այն որ մի փոքր երեխայի իմունային համակարգը թուլացել է, ինքը սկսել է շատ հաճախ հիվանդանալ, այդտեղից ենք սկսում։ Երբ որ երեխան թույլ է, հաճախ է հիվանդանում, վիրուսները մի փոքր ավելի երկարատև են ընթանում։ Եթե երեխան սկսում է վիրուսը վերցնում է, եթե նորմալ դա տևում է 5-ից 7 օր, իր մոտ մի փոքր ավելի երկար, ինքը շատ ավելի վատ է քաշ ավելացնում։ Այս ամեն ինչը խոսում է, որ երեխայի մոտ ինչ որ մի բան են չի ու պետք է վերանայել իր սննդակարգը, միջավայրը, առօրյան ամեն ինչը, որպեսզի երեխան ընկնի սովորական հունի մեջ։ Չկա կոնկրետ ինչ-որ վիտամինի պակաս, որի պակասից երեխաները հիմնականում հիվանդանում։ Եթե երեխան ունի բնածին ինչ-որ հիվանդություն, որը կարող է բերել կոնկրետ վիտամինի պակասի, երեխան, որը վատ է ուտում կամ սխալ է սնվում կամ սխալ միջավայրում է մեծանում, ինքը ցանկացած վիտամինի պակաս կարող է ունենալ, ու ցանկացած վիտամինի պակասը կարող է բերել որոշակի խնդիրների առաջացման։ Այսինքն մտածել, որ այս կոնկրետ սնունդը պետք է անել կամ կոնկրետ այս քայլը պիտի անել, որ այս վիտամինը պակաս չունի, չէ, պետք է ի սկզբանե ճիշտ անել ամեն ինչ, որ երեխան ոչ մի բանի պակաս չունենա։ Պակասը կարող է սկսել սովորական երկաթի կամ B12-ի պակասից, որը սխալ սննդի արդյունքում է վերջացած վիտամին D-ից, վիտամին A-ից ու բոլոր վիտամիններից եւ միկրոէլեմենտների պակասից կամ դեֆիցիտներից, որոնք կարող են բերել հենց այդ հաճախ հիվանդացող երեխայի սինդրոմի առաջացմանը։ Մյուս շատ կարևոր եւ անհիմն բանը, որ արվում է մեր երկրում, դա չհիմնավորված վիտամինների նշանակումն է։ Գրեթե բոլոր ծնողները մտնում են այդ նույն դեղատնները եւ խնդրում են տալ վիտամիններ, որոնց երեխան շուտով սկսի ուտել, իմունիտետ չունի, սկսի իմունիտետ ունենալ կամ հաճախ հիվանդանում, այլևս չհիվանդանալ։ Ու վերցնում են ամենաչհիմնավորված մուլտիվիտամիններ, ինչ որ սիրուն արջուկներ, տեսքերով ռեզինովի կանֆետներ, ինչ որ այսպիսի բաներ, որոնք սկսում են ինքնուրույն իրենց երեխային տալ, որպեսզի ակնկալեն ինչ-որ լավ էֆեկտի։ Դրանից ավելի վատ եւ սխալ մոտեցում չկա, որովհետեւ դրանք ոչ միայն ապացուցողական բժշկության հետ ոչ մի կապ չունեն, այսինքն ոչ մեկ չի ապացուցել, որ դրանք էֆեկտիվություն ունեն, ավելին պիտի նշանակվի ցանկացած վիտամին հիմնավորված, հետազոտված եւ կոնկրետ ինչի պակաս ունի երեխան, դա էլ լրացնենք այդ կոչված մուլտիվիտամիններից, որևէ մեկը չի կարող ոչ երեխայի ախորժակը լավացնել, ոչ քաշը լավացնել, ոչ էլ առավել եւս իմունիտետի հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծել, որ ինքը չի հիվանդանա։ Գրեթե բոլոր առաջնային օղակներում երեխաները ունեն իրենց մանկաբույժները, այսինքն ում որ կցված են։ Երեխան ինքը իր առաջին հիվանդացության հենց օրը ծնողը կարող է դիմել իր մանկաբույժին, ունենալ այց, ունենալ խորհրդատվություն, թե ինչ անել։ Երբ անհանգստանալ, երբ որ երեխան ունի անհանգստացնող նշաններ, 3 օրից ավել բարձր տևող ֆեբրիլ ջերմություն, ունենք հազ, որը ուղեկցվում է դժվարաշնչությամբ, երեխան թույլ է, հրաժարվում է հեղուկներ խմելուց, քնկոտ է, ունենք տնքոցներ, այսինքն ռիսկի նշանները, որոնք որ առաջանան երեխայի մոտ, նույնիսկ վիրուսի կամ հիվանդության առաջի օրը, այդ դեպքում պիտի շտապ կրկին դիմել մանկաբույժը, եթե չենք դիմել, իսկ եթե դիմել ենք, իսկ եթե չենք դիմել, այդ պահին պիտի դիմենք։ Եթե երեխան ուտում է, խմում է, ակտիվ է, երբ որ ջերմությունն իջնում է, մինչև 5 օր կարող է երեխան սպասել, որովհետև մինչև 5 օր ցանկացած վիրուսի դեպքում կարող ենք ջերմել։ Հաճախ հիվանդացող երեխաները դրանք սխալ ապրելակերպի արդյունքում առաջացող հիվանդություններ են, այսինքն մենք երեխաներին ոչ ճիշտ խնամք ենք տալիս, դա բոլոր առումներով, որն էլ բերում են հաճախ հիվանդացող երեխաների։
Չուտող երեխան բավականին տարածված խնդիր է այսօր մեր հասարակության մեջ։ Բավականին հաճախ եմ լսում այդ արտահայտությունը, որ իմ երեխան չի ուտում, ոչինչ չի ուտում, ուտում է միայն այս նույն տեսակի սնունդը։ Դա ի սկզբանե սխալ սնուցման արդյունքում է, որովհետև երբ որ մենք երեխային ճիշտ սնուցում ենք սովորեցնում, դա սկսվում է 6 ամսեկ ծնված օրվանից, հավելյալ սնուցումը սկսվում է 6 ամսեկանից, այնուհետև երեխան դառնում է ճիշտ ուտող երեխա։ Մյուս կարևոր հանգամանքը ինչ է նշանակում վատ ուտող երեխա։ Դա էլ է շատ հարաբերական, որովհետև մեկի համար վատ ուտող երեխան, երբ որ երեխան, չգիտեմ, օրվա մեջ 5 անգամ ինչ որ ճաշիկ չի ուտում, մյուսի համար վատ ուտող երեխան, երբ որ երեխան ընդհանրապես ոչինչ չի ուտում։ Ասեմ, որ այդպիսի բան գոյություն չունի, ընդհանրապես ոչինչ չի ուտում։ Եթե երեխան ծնողը գալիս է եւ ասում է ոչինչ չի ուտում, ուրեմն ինքը ուտում է այնպիսի բան, որը ուղղակի ճիշտ չի, որ պիտի ուտի։ Դա հիմնականում քաղցրավենիքներին է վերաբերվում կամ կաթին է վերաբերվում, որովհետև հաճախ ծնողներն ասում են իմ երեխաս բացի կաթից ոչինչ չի ուտում։ 6 ամսեկանից հետո կաթը մեր երեխաների համար ուղղակի հավելյալ կողքից օգնություն է։ 6 ամսեկանից երեխան պիտի ուտի հավելյալ սնունդ, որը իր համար վիտամինների աղբյուր է եւ աճի զարգացման աղբյուր։ Եթե մենք շարունակում ենք 6-ից հետո նույն ձևի միայն կաթ կերակրել, բնականաբար երեխայի կլման ակտի խնդիրներ են լինում եւ հետո բազմաթիվ խնդիրներ, դրա համար երեխան հրաժարվելու է ուտելուց։ Նու կարևոր է նաեւ ոնց ենք սկսում սնուցումը, նույնը նաև տանը երեխային կերակրելը հետագայում մեծ տարիքում։ Չուտող երեխան չպիտի փոխարինվի քաղցրավենիքներ ուտելով կամ անառողջ սնունդ ուտելով։ Երեխան եթե չի ուտում իր համար նախատեսված առողջ սնունդը, այդ դեպքում պիտի երեխային ուղղակի թողել սոված մնալու երևույթին։ Իսկ եթե մենք ասում ենք, որ դե լավ չի ուտում, սա թող մի հատ կանֆետ ուտի, որ գոնե սոված չմնա, մենք այտենց ուղղակի վատություն ենք անում մեր երեխաներին։ Մամաները հաճախ են պարտադրում ուտել այն, ինչ որ իրանք են ուզում, որ կերակրեն երեխային։ Չէ, ցանկացած երեխա ունի իր նախասիրությունները ճաշակ։ Այո, կարող է երեխան ինչ որ սննդատեսակ չի ուզում ուտի, բայց ինքը փոխարինում է դա այլ սննդով, որը էլի նորմալ առողջ սնունդ է։ Ու ասել, որ իմ երեխաս չի ուտում, որովհետև կոնկրետ այս բանը չի ուտում, դա չի նշանակում չուտող երեխա։ Չուտող երեխան, երբ որ երեխան չի ուտում ճիշտ իր միրգը, բանջարեղենը, միսիկը, ճաշիկները ու դրան կարող են տարբեր կերպով սարքած։ Օրինակ, այդ նույն միսը երեխան կարող է մեկը չի ուտում ճաշիկի մեջ, բայց ուտում է այլ տարբերակով, հա, դա նույն տարբերակն է։ Մամաները հաճախ ասում են, որ դե ճաշիկի միջի միս իմ երեխաս չի ուտում, ինքը վատ է ուտում։ Երբ որ հարցնում ես շարունակությունը, իսկ այլ ձևերով միսը երբ որ փորձում եք ուտում է, պատասխանը հա, դե մյուս ձևերով ուտում է։ Այսինքն ինքը չի համարվում վատ ուտող երեխա, ինքը համարվում է երեխա, որ ունի իր ճաշակը, իր նախասիրությունները, ու սա պիտի շատ կարևոր հանգամանքը հաշվի առնենք, ինչը մեր հասարակությունը մի փոքր անտեսում է։ Հաճախ ծնողներին ասում են, որ փորձեք ներգրավել իրենց պատրաստման process-ում այդ ավելի մեծ տարիքի երեխաներին, իրենց ներգրավեք պատրաստման process-ում իրենց ուտելիքը պատրաստելուց։ Թող իրենք որոշեն ինչի հետ համադրել, որը ավելի մոտիվացիա կունենան տվյալ սնունդը ուտելու։ Ինչը եմ ասում, մեր հասարակությունում խնդիր է։ Մենք սիրում ենք, որ ասել, էս ասարկված, էս պիտի ուտես, ու մենք ուզում ենք, որ դու սա ուտես։ Կարևորը երեխան ուտի վիտամիններով հարուստ սնունդ, բայց դա ինչ ձևով կարող ենք տալ, կարևոր չի։ Կարող է դա լինել, չգիտեմ, մեկը այս ճաշիկի հետ, մյուսը առանց ճաշիկի ուտի այդ նույն վիտամինները։ Կարևորը ինքը այդ վիտամինները ստանա։ Երբևէ երեխային ոչ մի բան չպիտի ստիպել, դա սկսած սնուցումից վերջացրած բոլոր բաներից։ Մենք պիտի հաշվի առնենք մեր երեխաների կարծիքը։ Երբ որ մենք սկսում ենք երեխային ինչ որ բան ստիպել, ինքը ենթագիտակցորեն հակառակ ռեակցիան է տալիս մեզ, այսինքն ինքը սկսում է հակառակվել ավելի շատ։ Նույնը հենց ուտելուն է վերաբերվում։ Երբ որ այն մամաները, որոնք շատ ֆիքսված են ուտելու process-ի վրա, այսինքն անընդհատ նույն խնդիրն է։ Իմ երեխաս չուտող է, անընդհատ ամանը ձեռքը վազվզում է որ կերակրեն, այդ երեխաները ընթացքում, ժամանակի ընթացքում դառնում են շատ ավելի կապրիզնի ուտելու առումով, շատ ավելի լուրջ խնդիրներ ունեցող, քան երեխաները, որոնց ծնողները իրենց հանգիստ են թողում։ Շատ կարևոր է հաշվի առնել երեխայի կարծիքը եւ չպարտադրել ոչինչ։ Առաջարկել երեխային, որովհետեւ երբ որ մենք պարտադրենք, միևնույն ինքը չի ուտելու ու հաջորդ անգամ դա արդեն ստրեսային է դառնալու։ Կամ փորձել խոսել դրա մասին, հա? Ինչի պիտի սա ուտես, բացատրել, նույնիսկ վիդեոներ ցույց տալ դրա հետ կապված, որպեսզի երեխաները փորձեն հասկանալ
Այսօր մեր սերունդը, նոր սերունդը բավականին կրթված, բավականին գիտակ, բավականին հասկացող սերունդ է։ Ես ընդ որում ասում եմ ամենափոքր հասակից սկսած։ Երբ որ դու երեխային սկսում ես բացատրել մանրամասնությունով ինչի համար չի կարելի, վստահեցնում եմ ձեզ, որ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում ու հասկանում, քան մենք պատկերացնում ենք։ Չուտելու հետ կապված սկսում ենք անհանգստություն ունենալ, երբ որ ունենում ենք քաշի անկում, ամենաառաջինը, երբ որ երեխան ունենում է թուլություն, գունատություն, քնկոտ վիճակ, այս դեպքերում անհանգստանում ենք։ Մյուս դեպքերում, եթե երեխան համարվում է չուտող, բայց ինքը ակտիվ է, խաղում է, որևէ գանգաց չունի, այդ դեպքում դա չի համարվում չուտող երեխա, դա համարվում է երեխա, որը իր ուտելիքը փոխարինում է այլ բանով։ Դե հասկանենք ինչով է փոխարինվում, որը իրան անառողջ ծնունդ է բերել կամ անառողջ ապրելակերպի է բերել։ Կյանքի ընթացքում ցանկացած երեխա կունենա անցումային շրջաններ, երբ որ ինքը կունենա ախորժակի վատացում, ինչ որ տեսակի սնունդներից հրաժարում, այդ դեպքերում եթե երեխան այլ գանգատներ չունի, թողնենք հանգիստ ուղակի երեխային։ Եթե երեխան ծնվում է ճիշտ վիտամիններով հարուստ ծնունդով, ինքը ինչ որ շրջանում կարող է մի վիտամիններով հարուստ ծնունդի մյուսը հրաժարվի, բայց դա անցումային է ու չպիտի դրա վրա ֆիքսվենք, որ ինչի օրինակ սա ուտում է, նա չի ուտում։ Ժամանակի խնդիր է, ինքը ընթացքում կամած բոլորն էլ փորձելու է, եթե մենք ամեն ինչը ճիշտ անենք։ Երեխաները օրվա ընթացքում գոնե պիտի ուտեն 3 անգամ, արանքներում պիտի ունենանք միջուտեստներ, այդ միջուտեստները կարող են լինել միրգ, մրգեր, կարող են լինել տվորոկ, կարող է լինել տվորոգը ինչ որ մրգի հետ միքս արած, կարող է լինել փոքրիկ ինչ որ քաղցրաբլիթ, որը շատ շաքար չի պարունակում, այսինքն դա արդեն երեխայի ընտրությունն է։ Մեր համար կարևորը օրվա ընթացքում իրենց վիտամիններով հարուստ սննդի ապահովումն է։ Չափաբաժինները որոշում են ամեն երեխա ինքը իր համար։ Մի երեխա ուտում է ավելի մեծ չափաբաժնով, երկրորդի համար այդ ավելի շատ պետքա տալ, ամեն երեխա ինդիվիդուալ է ու պարտադրել, որ բոլորը պետք է նույն չափաբաժնով ուտեն, բացարձակ այդպես չի։ Բայց այստեղ շատ կարևոր բայց կա, որ նաև եթե երեխաներ կան, որոնք ունեն սննդային վարքի խանգարումներ կոչվածը, այս դեպքում մենք պիտի անպայման դիմենք մասնագետի, որովհետև այո, երեխաներ կան, որ չափից շատ են ուտում ու գերքաշ ունեն։ Այսօր դա բավականին լուրջ խնդիր է հասարակության մեջ, դա միայն մեր երկրում չի, աշխարհի մակարդակով այդպիսի վիճակ, որ երեխաների մի մաս կա, որոնք ունեն վարքի խանգարում, սննդային վարքի խանգարում, այս դեպքերն էլ պետք է ուշադրություն դարձնել, մենակ չուտող երեխային չանդրադառնալ, այլ նաև ուտող երեխաների որոշակի մասը կա, որոնց պիտի նաև խիստ ուշադրություն դարձնել։ Քաղցրավենիքներին շատ կարևոր է, թե ինչ քաղցր է ուտում երեխան եւ դա երբ է ուտում։ Ասել կատեգորիկ չի կարելի, դա եւս սխալ է, որովհետեւ էլի այդ չերի շարքից երեխաներին ինչ որ արգելում ենք, իրանց համար շատ ավելի ցանկալի է, գրավիչ է ու իրանք դա անելու են, եթե մենք չտանք, դա տալու է կողքինը, հարևանը եւ այլն։ Դրա համար, երբ որ մենք գիտենք, որ մեր երեխան քաղցրի հանդեպ ունի մի փոքր հակվածություն, մենք դա կարող ենք դարձնել այլ ուղղությամբ։ Դու կուտես քո ճաշիկդ կամ քեզ նախատեսված քո այդ ժամի ուտելիքը, որից հետո քեզ որպես պարգևատրում կտամ քո կոնֆետդ։ Այսպես պետք է փոխարինել քաղցրավենիքները երեխաներին, այլ ոչ թե եթե չի ուտում իրանը, դե լավ ոչինչ կանֆետը ուտենք, որպեսզի սոված չմնանք, որովհետև ինքը այդ բան կարող է իր համար էներգիայի աղբյուր եղավ այդ կոնֆետը, բայց դա ոչ մի վիտամին չտվեց երեխային։ Երեխաների դեպքում ջրի օգտագործումը շատ կարևոր է, ընդ որում սովորական ջրի մասին է խոսքը, այլ ոչ թե ինչ որ քաղցր հյութերի, կոմպոտների, որոնք մենք սիրում ենք տալ, կամ այդ բնական հյութ կոչվածների, որոնք էլի մեր հասարակության մեջ շատ տարածված է։ Սովորական ջրին է վերաբերվում, ուշադրություն դարձնել երեխան օրվա ընթացքում արդյոք ջուր խմում է թե չէ։ Ընդ որում դա պիտի սկսվի հենց 6 ամսեկանից, երբ որ սկսում ենք հավելյալ սնունդ տալուց, հետո արդեն այդ տարիքում, մանկապարտեզային տարիքում, որ պիտի երեխան իր հետ ջուր տանի, որ դա սովորություն դառնա, որ ինքը պիտի օրվա ընթացքում խմի ջուր։ Շատ կարևոր հանգամանք է։ Էլի եմ նշում, դա չպիտի փոխարինվի քաղցր հեղուկներով, թեյերով կամ այլ հեղուկներով, սովորական ջրին է վերաբերվում։ Ամեն երեխա իր քաշի եւ տարիքի համապատասխան ունի իր քանակությունները, ընդ որում էլի մանկական հասակում չկա որևէ ֆիքսված թվեր, որ ինքը պետք է խմի այսքան քանակությամբ հեղուկ։ Չէ, ամեն երեխա ինքը ինդիվիդուալ է ու ինքը դա որոշում իր հեղուկի քանակը։ Դա ուղղակի կուլտուրա է, որ պիտի սովորացնենք մեր երեխաներին, որ ջուրը կարևոր բան է, որ պիտի ունենանք օրվա ընթացքում։ Հա, պիտի խմենք, օրգանիզմը դրա կարիք ունի։ Մենք մեծերս էլ դա հաճախ անտեսում ենք, հետեւաբար մեր երեխաներն էլ սովորում են հաճախ այն, ինչ որ մենք անում ենք։
Նորաստանային հասակից սկսված, ելի եմ ասում, մենք մեզ թվում է մենք շատ զարգացած դարաշրջանում ենք ապրում, բայց այնպիսի սխալ բաներ արվում, որ շատ ավելի վատ բաներ արվում, քան կպատկերացնենք։ Այո, արհեստական կաթնախառնուրդից սկսված, վերջացած կովի կաթ, այծի կաթ, 2 ամսական երեխային տալ հավելյալ սնունդ, ընդ որում պատրաստի բազմաթիվ կաշաներ կամ պյուրեներ կան հենց նույն դեղատներում, որտեղ գրված են 2 ամսական պլյուս, 3 ամսական պլյուս, ու ծնողները իրենք մոտենան դեղատուն ու վերցնում ու սկսում են կերակրել։ Դա շատ սխալ ընթացք է երեխայի աճի եւ զարգացման համար, որովհետեւ երեխաների օրգանիզմը մինչեւ 6 ամսական է, որպես այդպեսին պատրաստ չի մարտել այդ լրացուցիչ ծնունդը, ինչը տրվում է երեխային։ Շատ կարեւոր է կովի կաթի օգտագործումը, որը էլի ցավոք սրտի մեր հասարակությունում բավականին տարածված իրավիճակ է, ընդ որում էլի հասարակության խնդիր է սա, որովհետեւ երբ որ հաճախ ասում ենք, որ չի կարելի, տատիկները կողքից բամ ենք մեր երեխաներին մեծացրել ենք այդ նույն կովի կաթով, ինչ խնդիր են ունեցել, որ այսօր դրա համար էլ մենք ունենք բավականին խնդիրներ ունեցող երեխաներ, անեմիաներով, փորկապություններով, որոնք էլի բավականին լուրջ խնդիր են հասարակության համար։ Չենք կարողանում հասնել այն մենտալիտետին, որ կովի կաթը երեխաների համար չի նախատեսված։ Կապ չունի դա նույն կովի կաթն է, այլ կովի կաթ է, որտեղ երբ որ ասում ենք, որ չի կարելի կովի կաթ, հաճախ տեղ լսում ենք, դե մեր կովի կաթն է, նույն կովի կաթն ենք տալիս։ Բացարձակ ստեղ խնդիրը որ կովի կաթն է չի, ստեղ կաթն է, որի սպիտակուցը չի յուրացում երեխաների օրգանիզմի կողմից։ Շատ հարաբերական է ուտող եւ չուտող երեխա հասկացողությունները, ուտող երեխան եւ չուտող երեխան դա պիտի հստակ սահմանումներ ունենա, չուտող երեխան պիտի ունենա քաշի դեֆիցիտ, բազմաթիվ խնդիրներ, իսկ ուտող երեխան դա սովորական ուտող երեխան որևէ խնդիր չունի։ Երբ որ երեխան 1-2 օր չունի ինչ որ ախորժակ ուտելու ցանկություն, բացարձակ դա չի նշանակում, որ երեխան ինչ որ լուրջ խնդիր պիտի ունենա։ Կան անցումային շրջաններ, որոնք պիտի հաղթահարենք, երեխայա որոշ ժամանակի ընթացքում պիտի անցնի ու պիտի հանդուրժենք, չպիտի ստիպենք։ Ընդհանրապես ոչ մի տարիքում ոչ մի երեխայի չպիտի ստիպենք ինչ որ բան անել։ Պիտի հասկանանք ինչն է պատճառը, որ այդպիսի իրավիճակում ենք հայտնվել ու վերջ։ Պատճառը հասկանում ենք բժշկի հետ միասին, այլ ոչ թե ինքնաբուժությամբ կամ կողքից կարծիքներով։ Առանց բժշկի հետ խորհրդակցելու որևէ միջամտություններ կամ այլ բաներ չենք անում, որ փորձենք երեխային ճակերտավոր օգնել։ Որտեվ կարևոր է ոչ միայն փորձել օգնելը, այլ նաև չվնասելը մեր գործում։ Եղեք առողջ, մի զբաղվեք ինքնաբուժությամբ։